Հարգելի համաժողովի մասնակիցներ, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում մեկը մյուսի հետևից հիմնվեցին մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց գործունեության հիմնական ուղղություններից մեկը հայտարարեցին պայքարը այսպես կոչված ընտանեկան բռնության դեմ։ Փաստենք, որ բռնությունը արարք է, որն իրականացնողը անկախ իր անձնական հատկանիշներից, կատարման վայրից և բռնության ենթարկած անձից պետք է պատժվի։ Ուստի ընտանեկան բռնության դեմ իրական պայքարը նախ պետք է կոչվի պայքար բռնությունների դեմ, որոնք կարող են տեղի ունենալ նաև ընտանիքներում։ Սակայն չգիտես ինչու, այդպիսի պայքար Հայաստանում չի ծավալվում։ Փոխարենը իրականացվում է ընտանեկան բռնության դեմ պայքար, որը հոմանիշ չէ բռնությունների դեմ պայքարին ընդհանրապես։ Ընտանեկան բռնության դեմ պայքարն իրականում ուղղված է մարդկանց մոտ ստեղծելու այնպիսի պատրանք, թե իբր ընտանիքը բռնության որջը է, իսկ ցանկացած ամուսին բռնակալ։ Ասվածի ապացույցն այն է, որ բավական է մեկ բռնության դեմ կարձանագրվի որևէ ընտանիքում և համապատասխան հասարակական կազմակերպությունները աղմուկ կբարձրացնեն համայն Հայաստանով, որ տեղի է ունեցել հերթական ընտանեկան բռնությունը։ ԶԼՄ-ները մի քանի օր անընդհատ կլուսաբանեն այն, իսկ հիվանդանքին երևակայությամբ որոշ վայ մտավորականներ այն կդարձնեն դարի մեծագույն ողբերգություն, նշելով, որ այդպիսի դեպքեր Հայաստանում տեղի են ունենում ամեն օր և կարծես թե հաճույք կստանան այդ ապատեղեկատվության տարածումից։ Վերադառնալով ընտանեկան բռնության դեմ պայքարող կազմակերպություններին, անդրադառնանք նաև այն երկրներին, որոնք այս կամ այն ձևով հովանավորում և աջակցում են նրանց։ Տեսնենք, թե ինչպիսին է այդ երկրներում վիճակը ընտանիքներում տեղի ունեցող բռնությունների առումով։ Հիմնվելով միայն պաշտոնական թվերի վրա, արձանագրենք, որ համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների 2012 թվականին Հայաստանում գրանցվել է այսպես կոչված ընտանեկան բռնության 766 դեպք, որը կազմում է ՀՀ բնակչության ընդհանուր թվի 0.025%-ը։ Համեմատենք այլ երկրների պաշտոնական տվյալների հետ։ Համաձայն Մեծ Բրիտանիայի ոստիկանության տվյալների 2011-12 թվականներին գրանցվել է ընտանեկան բռնության 796.935 դեպք, որը կազմում է Մեծ Բրիտանիայի բնակչության ընդհանուր թվի 1.2%-ը, սա 49 անգամ ավել է, քան Հայաստանում։ Ըստ ԱՄՆ կառավարության 2012 թվականին գրանցվել է 1.259.390 դեպք, այն կազմում է բնակչության թվի 0.39%-ը, սա 15 անգամ ավել է, քան Հայաստանում։ Վերջապես ըստ Նիդերլանդների կառավարության տարեկան գրանցվում է մոտ 200,000 ընտանեկան բռնության դեպք, որը կազմում է բնակչության թվի 1.19%-ը, սա 47 անգամ ավել է, քան Հայաստանում։ Ինչու են այս երկրները այսօր հովանավորում ընտանեկան բռնության դեմ պայքարը Հայաստանում, եթե իրենց մոտ վիճակը շատ ավելի վատ է։ Միգուցե փորձեն այդ երկրների սույն ոլորտի համապատասխան մասնագետներն ուսումնասիրեն Հայաստանում բռնությունների նվազագույն չափի բուն պատճառները և այդ փորձը վերցնեն որպես իրենց համար ուղենիշ։ Սակայն ոչ, նրանք այլ նպատակներ են հետապնդում և այդ օրենքների կիրառումը Հայաստանում կարող է առաջացնել ընտանեկան բռնությունների աննախադեպ աճ, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ արևմտաեվրոպական բազում երկրներում։ Պատճառները առարկայական ներկայացնելու համար անդրադառնանք Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման դեմ մշակված օրենքի նախագծին, մասնավորապես օրենքի նախագծում տեղ գտած հասկացություններին։ Ազգային ժողով ներկայացված ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում են, թե ովքեր են համարվում ընտանիքի անդամներ։ Մեջբերեմ, ընտանիքի անդամներ են համարվում նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք, այսինքն փաստացի ամուսնություն, և զուգընկերները։ Զուգընկեր է համարվում այն անձը, ով պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել միևնույն անձի հետ։ Փաստորեն, ընտանիքի անդամներ են համարվում նաև համատեղ բնակվող անձինք,
որոնք գտնվում են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ։ Ընտանիքի անդամներ են համարվում նաև զուգընկերները, որոնք գտնվում են պարբերաբար սեռական հարաբերությունների մեջ եւ հետաքրքիր է թե ինչ պարբերականությամբ։ Օրինակ ասենք, եթե տղամարդը պարբերաբար օգտվում է միևնույն մարմնավաճառի ծառայություններից, սա նույնպես համարվում է ընտանիք։ Կամ եթե ասենք զուգընկերը նույն սեռի ներկայացուցիչ է, ապա նրա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու պարագայում դա եւս կկոչվի ընտանիք։ Այսինքն ամրագրում ենք, որ գոյություն ունի նաև համասեռամոլ անձանց ընտանիքներ։ Հաջորդ կետը, ընտանիքի անդամներ են համարվում նաև ամուսիններից, զուգընկերներից մեկի հետ ազգակցական այլ կապի մեջ մտնող եւ մինչեւ նախապապը եւ նախատատը ընդհանուր նախնիներ ունեցող անձիկ։ Ստացվում է, որ ցանկացած ընտանեկան միավորի անձի կյանքին կարող են խառնվել մեր այսպես կոչված ընտանեկան բռնության դեմ պայքարողները, քանզի ցանկացած անձ որևէ ձևով կարող է գտնվել ամուսիններից, զուգընկերներից մեկի հետ ազգակցական այլ կապի մեջ մինչև նախապապ կամ նախատատ։ Որևէ մեկը դուրս չի մնա այս ցուցակից։ Ցանկացած անձի եւ քաղաքացու վրա կարելի է սահմանել եւ իրականացնել բացարձակ վերահսկողություն։ Օրենքի 5-րդ կետը վերաբերվում է ընտանեկան բռնություն հասկացությանը։ Ընտանեկան բռնություն է համարվում ընտանիքի անդամների միջև ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության կիրառումը, մասնավորապես ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսին ծեծի կամ խոշտանգման ենթարկելը, դիտավորության կամ անզգուշությամբ առողջությանը վնաս կամ մահ պատճառելը, կամ ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսին դիտավորությամբ ֆիզիկական ցավ պատճառելը, կամ ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսին դիտավորությամբ հոգեկան տառապանք պատճառելը, հոգեբանական հարկադրանքի, այդ թվում սպառնալիքների եւ հետապնդումների ենթարկելը, երեխայի ներկայությամբ ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ նրա կամքին հակառակ դիտավորությամբ ցանկացած բռնության գործադրումը, ընտանիքի մեկ անդամի կողմից մյուս անդամի կամքին հակառակ վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ անօգնական վիճակն օգտագործելով նրա հետ սեռական հարաբերություն ունենալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը կամ դրանց կատարման հարկադրելը եւ վերջապես ընտանիքի մեկ անդամի կողմից ընտանիքի անդամի երեխայի հետ սեռական հարաբերություն ունենալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը։ Այստեղ նշված բոլոր արարքները քրեորեն պատժելի են եւ արարք կատարող անձը կամ անձինք ենթարկվում են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Այդ դեպքում ինչու է այն դիտվում որպես ընտանեկան բռնություն, որի կիրառման համար անհրաժեշտ է ստեղծել մի ամբողջ օրենք։ Ընտանեկան բռնության մեջ նշվում է, որ բռնություն է համարվում նաև մարդուն հոգեկան տառապանք պատճառելը կամ հոգեբանական հարկադրանքի ենթարկելը։ Ինչ ասել է հոգեկան տառապանք պատճառելը կամ հոգեբանական հարկադրանքի ենթարկելը։ Հայաստանի քրեական օրենսգրքում նման պատժելի արարքի որակում չկա։ Իսկ հիմա ամենակարևորի մասին։ Ընտանեկան բռնություն է համարվում նաև ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի հանդեպ անհարկի տնտեսական վերահսկողություն սահմանելու նպատակով վերջինիս կամքին հակառակ նրա գույքը դիտավորությամբ վերցնելը, ոչնչացնելը, վնասելը, յուրացնելը, վատնելը, օտարելը կամ թաքցնելը։ Ինչ ասել է անհարկի տնտեսական վերահսկողություն սահմանելը։ Օրինակ, եթե ընտանիքի անդամ ծնողները, հայրը կամ մայրը, թաքցնում են անչափահաս երեխայից իր մոտ հայտնաբերված պահպանակը, որն ազատորեն վաճառվում է դեղատներում եւ խանութներում, կամ ասենք պոռնոգրաֆիկ բնույթի գրականությունը, որն ի դեպ Հայաստանի տարբեր բնակավայրերում մարդկանց է բաժանում իբր կանանց իրավունքների համար պայքարող կանանց ռեսուրսային կենտրոն կազմակերպությունը, կամ տրանսվեստիտների կյանքը լուսաբանող գրականությունը, որն ի դեպ Հայաստանում տպագրվել է եւ գովազդվել է միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ եւ վաճառվում է գրախանութներում, կամ ասենք սիգարետ, կամ արգելվում են համացանցից այլասերող կայքերի դիտումը եւ ասում, որ երեխան իրավունք չունի օգտագործի կամ զբաղվի, ինչ է, փաստորեն այս արարքով ծնողները բռնություն են կիրառում երեխայի նկատմամբ։ Ընտանեկան բռնություն է համարվում նաեւ
ըստ օրենքի նախագծի, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելը։ Փաստորեն, եթե ծնողները արգելում են, որ երեխան գնա այնպիսի տեղեր, օրինակ վիճաբանության կամ կռվի, կամ ստրիպ ակումբ, կամ խաղատուն, ստացվում է, որ այդ արարքով ծնողները սահմանափակում են երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Դրանով իսկ ըստ օրենքի հեղինակների բռնություն են կիրառում երեխայի նկատմամբ եւ բազում այդպիսի դեպքեր։ Ավելի ամբողջական հասկանալու համար, թե ինչ նպատակ են հետամտում այս օրենքի հեղինակները, անդրադառնանք միջազգային փաստաթղթերին, ինչպիսին են Եվրոպայի խորհրդի կոնվենցիաները։ Այսպես, Եվրոպայի խորհրդի երեխաների իրավունքների իրականացման կոնվենցիայում ծնողներ հասկացությունը սահմանվել է որպես ծնողական պատասխանատվության կրողներ, որոնք բացի ծնողներից կարող են լինել նաև այլ անձիկ, ինչպես նաև այլ մարմիններ։ Երեխաների որդեգրման Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի առաջին կետի համաձայն երեխան կարող է որդեգրվել տարբեր սեռի երկու անձի կամ մեկ անձի կողմից։ Իսկ ահա նույն հոդվածի երկրորդ կետը ասում է, որ կոնվենցիայի շրջանակները կարող են ընդլայնվել պաշտոնապես ամուսնության գրանցում ունեցող նույն սեռի զույգերի համար, ինչպես նաև այն նույն սեռի զույգերի համար, որոնք ապրում են միմյանց հետ կայուն հարաբերությունների մեջ։ 2008 թվականին Հայաստանը արդեն ստորագրել է երեխաների որդեգրման Եվրոպական կոնվենցիան։ Այն առայժմ վավերացված չէ, սակայն դժվար չէ կռահել, թե ինչ կլինի, եթե հանկարծ այն վավերացվի։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը, որը փաստացի զրկում է Հայաստանին իրավական ինքնիշխանությունից, ինչը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում ամրագրված նորմերին տալիս է գերակա կարգավիճակ ՀՀ օրենքներում սահմանված նորմերի նկատմամբ, ապա հստակ ուրվագծվում են այն նպատակները, որոնք հետապնդում են ընտանեկան բռնության մասին օրենքի հեղինակները եւ նրանց միջազգային հովանավորները։ Շնորհակալություն։